Շաքարային դիաբետ ունեցող մարդիկ չեն կարող ուտել քաղցրավենիք, խաղող, բանան կամ ձմերուկ։ Ոչ, դա միֆ է։ Շաքարային դիաբետ ունեցող մարդիկ կարող են ուտել քաղցրավենիք, սակայն անհրաժեշտ է միանշանակ սահմանափակել դրանց քանակը եւ օրվա ընթացքում անկանոն չընդունել։ Թեպետ ածխաջրերը կարող են նպաստել արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացմանը, սակայն նրանք սննդի կարևոր մաս են կազմում եւ կարող են ներառվել սննդակարգում նրա ճիշտ բալանսավորման դեպքում։ Եթե դուք ընդունում եք շաքարն իջեցնող դեղորայք, ապա սննդակարգին հետևելու կարիք չկա։ Միանշանակ ոչ, դա միֆ է։ Դեղորայքը օգնում է, սակայն սննդակարգը եւ ճիշտ կենսակերպը կարևոր դեր են խաղում արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կարգավորման գործում։ Հետևաբար, բժշկի ցուցմամբ դեղորայքի ընդունմանը զուգահեռ ճիշտ սննդակարգին հետևելը եւ կանոնավոր ֆիզիկական ակտիվություն ունենալը թույլ կտա կանխարգելել շաքարային դիաբետի հետագա բարդությունների առաջացումը։ Սթրեսը կարող է նպաստել արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացմանը։ Այո, դա իրականություն է։ Սթրեսը կարող է նպաստել արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացմանը սթրեսային հորմոնների միջոցով։ Այդ հորմոնները կարող են առաջացնել այսպես կոչված ինսուլինի նկատմամբ կայունություն։ Դա նշանակում է, որ մեր օրգանիզմը չի կարողանում արդյունավետ յուրացնել ինսուլինը, ինչը կարող է հանգեցնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացմանը։ Ընդ որում, սա բնորոշ է եւ հոգեկան սթրեսին, այսինքն անհանգստությունից առաջացած, ինչպես նաեւ ֆիզիկական սթրեսին, օրինակ որևէ հիվանդության դեպքում։ Ինսուլինն առաջացնում է կախվածություն։ Եթե մի անգամ ստացել եք, ապա ամբողջ կյանքի ընթացքում պետք է ստանաք։ Ոչ, դա միֆ է, ինսուլինը կախվածություն չի առաջացնում։ Կան դիաբետի տեսակներ, որոնց բուժումը իրականացվում է ինսուլինի միջոցով։ Սակայն լինում են իրավիճակներ, ինչպես օրինակ վիրահատություն, բորբոքում, տրավմա, ինֆեկցիա, որոնք օրգանիզմի համար հանդիսանում են սթրեսային վիճակներ եւ կարող են հանգեցնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ բարձրացմանը, որը հնարավոր է կառավարել ինսուլինի միջոցով։ Տվյալ պարագայում հնարավոր է որոշակի ժամանակահատված ինսուլինի ներարկումներ ստանալուց հետո մի շարք ցուցումներից ելնելով անցում կատարել հիպոգլիկեմիկ, այսինքն շաքար իջեցնող հաբերի։ Այսինքն, մեկ անգամ ինսուլինի ներարկում ստանալը դեռևս չի նշանակում, որ ամբողջ կյանքի ընթացքում անհրաժեշտ է ինսուլինային ներարկումներ ստանալ։ Շաքարային դիաբետի լիարժեք վերահսկումը կարող է հետաձգել կամ կանխել բարդությունների առաջացումը։ Այո, դա իրականություն է։ Շաքարային դիաբետի լիարժեք վերահսկումը թույլ է տալիս կանխել կամ հետաձգել հետագա լուրջ բարդությունների առաջացումը, ինչպիսիք են սիրտանոթային հիվանդությունները, աչքերի եւ նյարդերի վնասումները, ինչպես նաեւ դիաբետիկ ոտնաթաթի առաջացումը։ Լիարժեք վերահսկումը ներառում է բազմակողմանի մոտեցում, ինչպես արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կարգավորում, զարկերակային ճնշման եւ խոլեստերինի մակարդակի վերահսկում, բժշկի հսկողություն եւ առողջ ապրելակերպի ընտրություն։